Yeah, normal է, մեծ վերապուժում ունեցա, big surgery. So աչքդ պաշտպան է, իրիկունը բարգիսն է կկոցես, չէ։ Հայաստանում մեկնարկել է հայկական ակնաբուժական նախագծի 65-րդ բժշկական առաքելությունը։ Այս օրերին մեր երկրում են 12 ակնաբույժներ, որոնք իրականացնում են խորհրդատվական ընդունելություններ եւ բարդ վիրահատական միջամտություններ։ Նրանցից մի քանիսն այսօր աշխատանքներ են իրականացրել Գյումրիում։ Վերուշադրությունը շատ սևեռված է այս կենտրոնին, փորձում ենք անել այն ինչ հնարավոր է մեր գործընկերների հետ, մասնագետներ հրավիրել, որոնք իրականացնում են լուրջ աշխատանք ձեր բժիշկների վերապատրաստման հարցում։ Մեր ամենամյա բժշկական առաքելությունների լավագույն կողմն այն է, որ տեսնում ենք Հայաստանը տարեցտարի ավելի է ուժեղանում, ամեն ինչ ավելի է լավանում, իսկ տարածաշրջանային ակնաբուժական կենտրոնների բժիշկները կարողանում են առաջարկել ավելի ժամանակակից բուժօգնություն։ Բժիշկները նշում են, որ ցանցաթաղանթի խնդիրները վերջին տարիներին երիտասարդացող հիվանդություն են դարձել։ Տարեցտարի մեծանում է նման խնդիրներով բուժառուների թիվը։ Սա բժշկական ոլորտի լուրջ մարտահրավեր է եւ հետեւաբար նման այցերը մեծ օգուտ կարող են բերել տեղի բուժառուներին։ Գյումրի բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունը գործում է Լուիս Հայ աչքերին ծրագրի շրջանակներում եւ բարերարները եւ վերապատրաստող բժիշկները ամեն տարի այցելում են մարզային կենտրոններ։ Այս տարի եւս Գյումրի բժշկական կենտրոնում հյուրընկալվել են բժիշկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, ում հետ մենք այստեղ հիմա նայում ենք բարդ դեպքեր, քննարկում ենք բուժումները, հաջորդիվ լինելու են վիրահատություններ ցանցաթաղանթի։ Ես արդեն երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան։ Հույս ունեմ, որ այս այցը կլինի նույնքան օգտակար, որքան մեր նախորդ հանդիպումը։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի բուժառուների համար, բժիշկների մասնագիտական զարգացման համար եւ վստահ եմ, որ այսօր նույնպես մենք կիրականացնենք բավական մեծ թվով վիրահատություններ։ Գյումրին Երևանից հետո Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ իրականացվում են ցանցաթաղանթի բարդ վիրահատություններ։ Մեկնարկած առաքելության շրջանակում Գյումրիում մի քանի նման միջամտություններ արդեն կատարվել են տեղական ակնաբուժական թիմի եւ հայկական ակնաբուժական նախագծի կամավոր բժիշկների համատեղ աշխատանքով։ Արդեն 3 տարի մեր կենտրոն այցելում են ցանցաթաղանթի մասնագետներ։ Սկզբից եղել է միայն Գրիգորյան Ռուբենը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այս տարի միացել է նաև Ալեքսանդր Սերգեևիչ Քալավինը Սանկտ Պետերբուրգից, բժիշկը արդեն երկրորդ անգամ է այցելում մեր կենտրոն, այսօր նույնպես պլանավորված են վիրահատություններ, բարդ դեպքերի, որ միասին կարողանանք կատարել։ Այսօր մենք նախատեսում ենք վիրահատել ցանցաթաղանթի անջատումով եւ շաքարային դիաբետի հետևանքով ցանցաթաղանթի ախտահարման հիվանդներին, քանի որ հենց այս խնդիրներն են առաջին հերթին վտանգ ներկայացնում տեսողության կորուստի տեսանկյունից։ Ցավոք ուշացած միջամտությունը այս հիվանդներին թողնում է առանց տեսողության։ Սա չափազանց ծանր պաթոլոգիա է։ Բժշկական առաքելության նպատակն է ոչ միայն բարդ դեպքերի քննարկումն ու վիրահատությունների իրականացումը բարեգործական հիմունքներով, այլև գիտելիքի փոխանցումը հայ մասնագետներին։ Առաքելության շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել եւ իրականացվել են բարդ վիրահատություններ, առաջին անգամ Հայաստանում իրականացվել են աշխատանքներ, տարբեր բարդ դեպքերի քննարկումներ, ինտերակտիվ դասախոսություններ, այցելություններ մարզեր։ Մենք բերում ենք արևմուտքի գիտական ու բժշկական նորագույն ձեռքբերումները, նոր սարքավորումներ աջակցում ենք թարմացումների ապահովմանը, որպեսզի տեղացի բժիշկները կարողանան ոչ միայն զարգանալ, այլև իրենց հիվանդներին ավելի լավ ու արդյունավետ օգնություն ցուցաբերեն ապագայում։ Առաքելությունն ամփոփվելու է հայկական ակնաբուժական նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 23-րդ միջազգային համաժողովով, որտեղ հայ եւ արտասահմանյան մասնագետները կներկայացնեն ակնաբուժության արդիուղություններին վերաբերող զեկույցներ եւ կքննարկեն փորձի փոխանակման հնարավորությունները։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։
Առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետ վճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար։ Այս մասին որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն ավելացնելով տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է, արդեն մոտ ունենք 350,000 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից եւ ունենք ամսական մոտավորապես 2-3% աճ։ Նախագծով արդեն ներկայացրեցի, որ առաջարկում ենք այլ տողից վերաբաշխում իրականացնել, ուզում եմ հիշեցնել, որ այս պահի կարգավորումներով մենք հետվճարով վերադարձնում ենք գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, եւ հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչեւ տվյալ ամսվա 25-ը, խնդրում եմ հաստատել։ Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմընդունելության համար, ինչին ի պատասխան Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարևորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից։ Միջխորհրդարանական կապերի զարգացում, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներ, մեր երկրում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելություն։ Այս թեմաներն են եղել զրուցակիցների քննարկումների առանցքում։ Առանձին անդրադարձ է կատարվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրին։ Կարևորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը, Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և հավելել՝ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին, կարևորելով անհետ կորած համարվողների հարցը։ Աշխատանքային այցով Իսպանիայի թագավորությունում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՖՍԻ ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հիմնադրամի մի խումբ ուսանողներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ազգային ժողովի նախագահին։ Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները։ Մտածում էինք կարող է հանկարծ ինչ-որ ուժեղ երկրաշարժ եւ այլն այդ փլուզման կար էլի վտանգը դրա։ Ինչքան ժամանակ է եղել այս վիճակում, այս չափերով։ Շատ երկար։ Ես 93 թվից մտել եմ ու կար։ Վարսենիկ Կարնիկյանը նախ սովորել է Երասխաունի միջնակարգ դպրոցում, հետո սկսել աշխատել։ Աչքի առաջ դպրոցը տարիք է առել, ձևափոխվել, շենքը սկսել է աստիճանաբար խարխլվել։ Խնդիրները վտանգավոր էին դարձնում կառույցի հետագա շահագործումը։ Հին շենքը քանդված վիճակ էր, պատերը նստվածքներ ունեին, հատակը նստվածք ուներ, առաստաղների վրա ճաքեր էին, վթարային վիճակում։ Շուտով կավարտեն հին դպրոցի քանդման աշխատանքները, որտեղում նորի համար մարզադաշտ կառուցեն։ Քանդմանը զուգահեռ բուռն ընթացքում է նոր կրթահամալիրի կառուցումը։ Նոր պատմություն է սկսվում։ Հա, նոր կյանք, նոր պատմություն։ Հա։ Ես շատ ուրախ եմ, որ նոր դպրոցում երազում եմ, որ պիտի աշխատեմ ու ասել եմ, ես ինձ պիտի սթափեցնեմ, որ այդ նոր դպրոցում, նոր ծրագրերով, նոր ամեն նորարարությամբ մենք պետք է աշխատենք։ Գյուղում կառուցվում է 3 մասնաշենք ունեցող եռահարկ կրթահամալիր։ Այստեղ եւ դպրոցը կտեղակայվի 200 աշակերտի համար եւ 80 փոքրիկի համար նախատեսված մանկապարտեզը։ Կունենան մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, կահավորված լաբորատորիաներ, լուսավոր ու ընդարձակ դասասենյակներ։ Բոլոր մուտքերում կլինեն թեքահարթակներ։ Գործի զգալի մասը արել են։ Կմախքը ամբողջությամբ գրեթե պատրաստ է, արդեն ներսը
սկսել ենք մոնտաժման աշխատանքները, էլեկտրականության, ջրի, ջեռուցման, օդափոխության, արդեն մի քանի օրից տանիքը կսկսենք կառուցելը։ Կրթահամալիրը 9 բալ սեյսմակայունությամբ է, ժամանակակից լուծումներով երկաթբետոնե կառույցի շինանյութը մինչև օգտագործել է լաբորատոր ստուգման է ենթարկվում։ Երասխահունի կրթահամալիրի կառուցման համար պետբյուջեից ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ կծախսվի։ Նախատեսում են ավարտել եկող տարի։ Պետական բյուջեով իրականացվող շուրջ 100 դպրոցների կառուցման գործընթացում իրանք ոչ միայն 50-ը շուրջ ոչ միայն դա դպրոցը, այլ նաև մանկապարտեզը նախատեսված 40 կամ 80 երեխայի համար։ Դպրոցներ են կառուցվում ու հիմնանորոգվում տարբեր մարզերում ու Երևանում։ Դրանց զգալի մասը շահագործման կհանձնվի 2026 թվականին։ Մոտ 100,000 երեխա հնարավորություն կունենա միջնակարգ կրթությունը ստանալ նորակառույց կամ նորոգված ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթօջախներում։ Դպրոցաշինության բնագավառում իրականացում է տարբեր աղբյուրներով ծրագրեր, դա Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն է, որի շրջանակներում ներկայումս իրականացում է 23 դպրոցի կառուցման աշխատանքներ։ Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում են 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում 100 դպրոցի կառուցման աշխատանքներ եւ եւս շուրջ 80 դպրոցի վերանորոգման աշխատանքներ։ Այս ուսումնական տարին կնշանավորվի նոր կառուցված ու նորոգված մոտ 2 տասնյակ դպրոցի շահագործմամբ, մյուսներում կշարունակվեն շինաշխատանքները, քանի դեռ շահագործման չեն հանձնվել դպրոցաշինության այս ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցները։ Խոշոր և ջրավոր կամ խոզ, ստեղ խպվում է, բարձրացվում է, խամվում է, մաշկվում է արդեն ստեղ։ Բայց մինչ այս գործողությունները սպանդանոց ընդունված անասունին զննում է բժիշկը տալիս առաջին ձևը, որը մորթի թույլտվության հիմքն է։ Բաղրամյան գյուղի սպանդանոցում կառավարության չափորոշիչներով հաստատված բոլոր պայմանները ապահովված են, մասնագետները պատրաստ, սակայն հիմնականում իրենց տնտեսության խոզերի մորթ են կատարում։ Գյուղացիները գրեթե չեն դիմում, դսից շաբաթը 1-2 անգամ են անասուն ընդունում։ Այն ինչի որ սպասում ենք, այն ինչ որ պետությունը ակնկալում, այն ինչ որ ուզում է կատարի, այդպես չկա, ասեն գյուղացին չի բերում, գերադասում է իր բանկում մորթի վաճառի։ Արտաշատ համայնքում ունենք 2 սպանդանոց, որոնց հետ եռակողմ պայմանագրերը կնքված են, սպանդանոց, համայնք եւ էկոնոմիկայի նախարարություն, սակայն դեռ այս փուլում մենք այն եզրահանգմանը չենք եկել, որ գյուղացիական տնտեսությունները իրենց մորթը կազմակերպեն նշված սպանդանոցներում։ Քանի որ տեղափոխման խնդիրներ են առաջանում։ Արման Եփրեմյանը երկար տարիներ անասնապահությամբ է զբաղվել։ Տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզում, անասունների մորթը միայն սպանդանոցում է իրականացնում, բայց դժվարությամբ ու տնտեսական կորուստներով։ Ոնց որ ստրեսի է ենթարկում այդ անասուններին, իրանց խփում են էսկոմենկոմ կապտում է, հետո պրոբլեմա դառնում մսի համար, բայց ընդհանուր ինքը վատ բան չի բոյնիներ, էլի ես գտնում եմ ավելի մաքուր է, հիգիենիկ է։ Ուղղակի պիտի պայմաններ ստեղծվի, կարելի է հենց անել, մեքենաներ լինեն, այդ մեքենաներով գային, այդ տեղում հենց այդ մորթը կազմակերպեն։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում կա 123 գրանցված սպանդանոց, կեսից ավելին ծառայություն մատուցողներ են, մնացածը ներտնտեսային։ Միայն Շիրակի մարզում պահանջարկի բացակայության պատճառով չեն գործում ծառայություն մատուցող 3 սպանդանոցները։ Շիրակի մարզում ունենք հայտեր Ախուրյան համայնքի կողմից, որ ուզում են սպանդանոց կառուցել, ինչպես նաև Աշոտսկ համայնքում։ Գյումրիում մասնավորապես ունենք մսավաճառ, ինքը պարբերաբար ենթարկվել է վարչական պատասխանատվությամբ տեսչության կողմից, առանց սպանդանոցային ցակման միս վաճառելու համար ունեցել են կարգավորումներ եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Այդ մարդը հիմա արդեն հայտ է ներկայացրել, ուզում է սպանդանոց կառուցի։ Մարզի համայնքների կողմից պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով, որոնք թույլ է տրվում նաև համայնքներին ձեռք բերելու շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ, մարզի համայնքների կողմից իրականացում են աշխատանքներ սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով։ Այս պայմանությամբ Աշոտսկի կողմից արդեն ստորագրվել է մատակարարման պայմանագիր, որպեսզի ներկրվի եւ արտաքույր բնակավայրում տեղադրվի շարժական մոդուլային սպանդանոց։
Գյուղացիները մորթն իրականացնում են Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերում, վստահեցնում է գյուղվարչության պետը, հույս հայտնում, որ շարժական սպանդանոցներն արդեն իսկ այս տարվա ընթացքում կսկսեն գործել։ Էկոնոմիկայի նախարարությունը նաև աջակցության ծրագրեր է իրականացնում, ինչպես կենդանիների տեղափոխմանը, այնպես էլ սպանդանոցներ հիմնելուն ուղղված։ Մենք փորձում ենք բնակիչներին բացատրել, որ սպանդանոցում մորթը իրականացնելուց պետությունը տրամադրում է նրանց սպանդ իրականացող անասունի գլխաքանակի համար չափաբաժնով որոշակի գումար, որը որ վերջին կնքվող պայմանագրերով հստակ նշված է։ Եթե մենք պատշաճ կերպով ծանուցենք գյուղացիական տնտեսություններին, որի ուղղությամբ մենք տանում լայն աշխատանք, ինձ թվում է որոշակի փոփոխություններ իրականացվում։ Մինչև 75% ավելացված արժեքի հարգի հետ վերադարձ, ինչպես նաև բոլոր այն սպանդանոցները, ովքեր ծառայություն կմատուցեն գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին, կստանան մորթի գումարի սպանդանոցային մորթի գումարի փոխհատուցում, բայց ոչ ավել քան 10,000 դրամ։ Աջակցության ծրագրերը մի կողմից, տեսչական մարմնի ստուգումները մյուս կողմից ուղղված են անասունների մորթի համար գյուղացուն սպանդանոցներ ուղղորդելուն, բայց անասնատերերը դրանից խուսափելու տասնյակ պատճառներ են գտնում։ Մեր հորդորը, խնդրանքը մեր ազգաբնակչությանը, մեր սպառողներին, որպեսզի ձեռք բերեն միմիայն սպանդանոցային ծագման միս, դրանով իրանք իսկ կնպաստեն, որպեսզի այս կուլտուրան մեր երկրում զարգանա։ Բայց ստուգումների արդյունքում սառույցը տեղից շարժվել է, նշում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը համեմատում։ Անցած տարեվերջին Երևանում կառույցն իրականացրել է 4-ից 5 տոննա մսի առգրավում, իսկ այս տարվա սկզբին իրականացված մշտադիտարկումների արդյունքում առգրավել է մոտ 2 տոննա միս։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը կրկնել է նախագահ Թրամփի կոչը դադարեցնել սպանությունները եւ ընդգծել է Մոսկվայի կողմից էական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար, ասվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարության մեջ։ Ռուբիոյի եւ Լավրովի հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Լավրովը եւ Ռուբիոն փոխանակել են կարծիքներ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ համատեղելու ուժերը ուկրաինական ճգնաժամի հիմնարար պատճառները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև անընդունելի է որակել հակամարտության ձգձգմանն ուղղված փորձերը։ Բենյամին Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնում։ Պաղեստին պետություն չի ստեղծվելու, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն եւ Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինի ճանաչման մասին։ Սեպտեմբերի 21-ին էլ Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան եւ Պորտուգալիան էին պաշտոնապես ճանաչել Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն երկու պետության սկզբունքի պահպանումը խաղաղության եւ անվտանգության բանալին է թե պաղեստինցի, թե իսրայելցի ժողովուրդների համար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ հուշագիր։ Ուրախ ենք այս կարևոր քայլի համար եւ պատրաստ ենք աջակցել Սիրիայի ժողովրդին կայունության ճանապարհին, ասել է Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները։ Նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի եւ Սիրիայի համար անվտանգության սպառնալիքներին եւ դրանց հակազդման կարեւորությանը։ Ուկրաինան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ 2022 թվականի հունիսին, երբ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը ճանաչել էր Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների եւ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել։ Նա պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի շուրջ եվրոպական կողմերի հետ բանակցություններ վարել ընդունելի շրջանակներում։ Մակրոնն էլ պատրաստակամություն է հայտնել աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ։ Նրա խոսքով Փարիզը հաստատակամ է Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու եւ հետագա հակասությունները կանխելու հարցում։ Հանդիպումից հետո Մակրոն Նիքսի իր էջում գրել է, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ունենա։ Նա հիշեցրել է, հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային պարտավորությունները չկատարելը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան որոշում են կայացրել Իրանի դեմ ակտիվացնել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։
Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի աշխատակիցները կրկին քաջարանում են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 3-րդ տարին է արդեն մասնակցում է անհատույց դոնորության ակցիաներին։ Ձեռնարկությունը միակն է Սյունիքի մարզում, որի աշխատակիցները ամեն տարի մեծ պատրաստակամությամբ են անվճար հիմունքներով դառնում արյան դոնոր։ Մարզային կայանի ղեկավարը սա ողջունելի է համարում։ Քաջարանի կոմբինատի հետ մեր համագործակցությունն սկսվել է 2023 թվականից եւ այս ընթացքում 100-ից ավելի քաղաքացիներ անհատույց դոնորական արյուն են հանձնել եւ իրոք աշխատավոր այս կոլեկտիվը նույրյալները ընդառաջ են գնացել եւ փաստորեն նման կարգի միջոցառումները դոնորական արյուն նվիրելու մշակույթն են տարածում։ Անցնող տարում Գորիսի արյան կայան բաժանմունքը կրկնապատկել է պաշարների համալրումը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կամավորության այս քայլով մի նոր մշակույթ է ձևավորում, նշում է Տրդատ Գրիգորյանը։ Եվ սա ընդհանուր բառերով եթե ասեմ, բխում է կազմակերպության կորպորատիվ արժեքներից, այն է պատասխանատվությունը, սա պատասխանատու քայլ է եւ աշխատակիցը արյուն հանձնելով իհարկե պատասխանատվություն է կրում վիրավորների կամ վնասված կստացածների, ընդհանրապես համայնքի նկատմամբ։ Արթուր Արզոմանյանը առաջին պարտաճանաչ դոնորն է, գործընթացը դեռ չսկսած դռների մոտ սպասում էր։ Եթե արյունը վերցնում, ուրեմն մի տեղի պետք է լիք է որ վերցնում։ Մարզի թիվ 1 հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները 5-րդ անգամ են մասնակցում հանձնիր արյուն փրկիր կյանքեր նախաձեռնությանը։ 3 տարում անվճար դոնորության ակցիաներ են կազմակերպվել Քաջարանում, Կապանում եւ կոմբինատի ազդագիր Արձվանիկ բնակավայրում։ Եթե կարանք ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնել, այդ սիրով օգնում եք, կապ չունի։ Կոմբինատի աշխատող ես, ընդհանրապես աշխատում ես, չես աշխատում։ Եթե առողջ ես կարող ես տաս։ Մտածում ես, եթե կարամ ինչ-որ մեկին մի փոքր բանով օգնեմ, ինչի չօգնեմ, եթե առողջ եմ, Աստված ինձ տվել այդ հնարավորությունը, ինչի չօգնեմ ապտած։ Փորձում ենք օգնենք, եթե կստացվում է։ Շատ գովելի է, որովհետև ամեն անգամ ինչ չէ, որ ասենք գնալ Գորիս կամ Երևան տեղափոխվել, բայց շատ գովելի է, շատ կարևոր քայլ է, կարծում եմ, ուղղակի պետք է մի քիչ պրոպագանդան մարդկանց մեջ շատ անի, ինձ թվում է շատ է կցանկանան։ Մարդուն օգնելը միշտ էլ կարևոր է, էլի ամեն դեպքում։ Կապ չունի, ուզում անի, պատերազմ տեսած երկիրը, ամեն ինչ էլ պատահում է, ամեն ինչ էլ պետք է, դե հիմա այդքան լավ կարող եք օգնեք։ Տարվա մեջ 2 անգամ դոնորից վերցնում ենք։ Ընդհանրապես բացասական արյունների կարիքն դեֆիցիտ է համարվում, բայց ամեն դեպքում ձգտում ենք բոլոր արյուններից ունենանք, տենց հարց չի եղել, որ հիվանդին ինչ որ արյուն պետք լինի, մենք չկարողանանք ապահովենք։ Մասնագետներն ասում են, արյուն հանձնելը առողջարար է, երիտասարդացնում է։ Ակցիային մասնակցելը նաև արյան անվճար հետազոտություն անցնելու լավ հնարավորություն է, որը կազմակերպում են կայանի աշխատակիցները։ Նախնական վերցնում ենք առաջի անգամ տվող դոնորներից նմուշը, անալիզները դրվում է, երբ որ անալիզները նորմալ է լինում, նոր կանչում ենք արյունատվությամբ։ Մարզային միակ բաժանմունքի վարիչ Արթուր Արաքելյանը հորդորում է ամեն դեպքում մասնակցել դոնորության ակցիաներին, լինի վճարովի թե հակառակը, պահանջը մշտապես զգացվում է։ Վերջին 1.5 տարվա ընթացքում մենք Կապանի բժշկական կենտրոնի պահանջագրերի հիման վրա հատկացրել ենք, այսինքն պահանջարկ է եղել 240 պարկ էրիթրոցիտար զանգվածի։ Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ կայանը ուսերին էր վերցրել առաջնագծի սպասարկման մեծ ծանրաբեռնվածությունը։ Մեր նպատակն է, որպեսզի դոնորական արյուն հանձնելու մշակույթը մարզի բոլոր բնակավայրերում տարածենք։ Ակցիայի վերջում Արթուր Արաքելյանը մասնակիցներին հանձնեց դոնորական արյան շնորհիվ ապաքինված քաղցկեղով հիվանդ երեխաների շնորհակալական բացիկները։ Շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության պահպանման ծրագրի առողջ ապրելակերպի եւ ծխելու դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Գավառ քաղաքում անցկացվեց հանրային իրազեկման արշավ։ Այն մեկնարկեց Գավառի բժշկական քոլեջի տարածքից եւ վերջնակետին հասավ Ժակի բուլվար կոչվող քաղաքային զբոսայգում։
Հանրության շրջանակում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը, հորդորել զերծ մնալ վնասակար սովորություններից։ Այս նպատակներին էր ուղղված հանրային միջոցառումը։ Գավառում միջոցառումը կազմակերպվեց առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ու Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գործակցությամբ։ Նախաձեռնությանը միացան Հայաստանի մանուկների հիմնադրամը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Արշավի թիրախային խմբերն այս անգամ Գանձակի համար 2, Գավառի համար 5 և 8, Գեղարքունիքի և Լանջաղբյուրի դպրոցականներն էին, որոնց ուղեկցում էին ծնողներ, ուսուցիչներ, համայնքի բնակիչներ։ Արշավին ներգրավվեցին մեկական ատամնաբույժ, թերապևտ, մանկաբույժ և դպրոցի բուժքույր, սկրինինգային և առողջ ապրելակերպի քարոզչական աշխատանքներին մասնակցելու համար։ Ներկաներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը և ընդգծեց իրազեկման արշավի կարևորությունը ոչ միայն այս միջոցառման շրջանակներում, այլ նաև առօրյա կյանքում։ Իրազեկման արշավի բաղադրիչ մաս էին միջդպրոցական էստաֆետային խաղերը և տաղավարային ցուցադրությունները, որոնցով դպրոցականները ներկայացրին առողջարար ուտեստներ, տրամադրեցին առողջ ապրելակերպին վերաբերող տեղեկություններ և իրազեկման թերթիկներ։ Սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են Mercedes Magnus-ի մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիկվել։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Mercedes-ը, հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն նախաքննությամբ, հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորհաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին սեպտեմբերի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում Մայրաքաղաքի Գարեգին Նժդեի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած օփելով հանդերձ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 1 և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի 6 փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի 6 փաթեթը ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։